Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թադավորած քիրք 16-րդ գլուխ Սամսոն քազայի մեջ Սամսոն քազա կնաց ու հոն բորնիկ գին մտեսավ եւ անոր մտավ քազացիներուն ըսվեցավ Սամսոն հոս եկած է ուստի զինք շրջաբադեցին ու քաղաքին թուրը ամբողջ գիշերը անոր թեմ թարան մտան ամբողջ գիշերը լուր գեցան եւսին արդուն երբ լույսը լա զինքը մերցնենք Սամսոն մինչև գես գիշեր բարգեցավ գես գիշերին ելավ քաղաքին թրան փերգերը երկու թրանտիներով բռնեց զանոնք նիկով միասին բրծուց եւ ուսերուն վրա տնելով զանոնք Քեփրոնի թիմացի լերան քակաթը բարձրացուց Սամսոն եւ Դալիլա Անգեյետ սովրեգի ծորին մեջ բնագող գիմը սիրեց անոր անունը Դալիլա էր Փղշտացներու նախարարները գնոջքով բարձրացան եւ անորսին հրաբուրեզինք ու հասկացիր թե իր մեծ ուժը ուրգե է եւ թե ինչպես կրնանք իրեն հաղթել որբեսի զինք կաբենք ու զսվենք եւ քեզի յուրաքանչյուրս 1100 գդոր արձատ կուտանք Ուստի Դալիլա Սամսոնի ասավ գաղերսեմ իմացուր ինձի թե քու մեծ ուժդ ուրգե է ու քեզ զսպելու համար ինչով պետք է գապվիս Սամսոն անոր ասավ եթե զիս 7-ը չչորցած թարմ լարերով գաբեն գդգարանամ եւ ամեն մարդու պես կլամ Փղշտացներու նախարարները անոր 7-ը չչորցած թարմ լարեր բերին ու զինք անոնցմով գաբեց Անորքով ներքին սենյակի մեջ թարանագալներ գեցած էին ան իրեն ասավ Սամսոն փղշտացները քուվրատ կուքան ինքալ լարերը բրծուց ինչպես խծուծե թելը գփրտի գրագի հոդեն հետևաբար իր ուժին քախնիկը չհասկացվեցավ Դալիլա Սամսոնի ասավ ահա զիս հեքնեցիր եւ ինձի սուտ խոսեցար հիմա գաղերսեմ իմացուր ինձի թե ինչով պետք է գապվիս ինքալ ասավ եթե զիս նոր ու չկործածված փոգերով լավ գաբեն գդգարանամ եւ ամեն մարդու պես կլամ Դալիլա նոր փոգեր արավ զինք անոնցմով գաբեց եւ իրեն ասավ Սամսոն փղշտացիները քուվրատ կուքան ներքին սենյակի մեջ թարանագալներ գեցած էին իսկ ինք զանոնք իր փազուկներեն թերցանի պես բրծուց Դալիլա Սամսոնի ասավ Մինչև հիմա զիս հեքնեցիր ու ինձի սուտ խոսեցար իմացուր ինձի թե ինչով պետք է գապվիս ինքալ անոր ասավ եթե գլուխիս 7 քիսագները ազբով հյուսես ան այդպես հրավ ոստայնին սեբով ամրացուց եւ իրեն ասավ Սամսոն փղշտացիները քուվրատ կուքան ինքալ քունեն արտնցավ ու ոստայնը սեբը եւ ասպը բրծուց ուստի Դալիլա իրեն ասավ ինչպես կսես քեզ գսիրեմ ինչ սիրտդ ինձի հետ չէ այս 3 անգամ է որ զիս հեքնեցիր ու ինձի չիմացուցիր թե քու մեծ ուժդ ուրգե է քանի ան իր խոսքերով ամեն օր զինք գդվայդացներ եւ զինք գհարգատրեր իր անձը մեռնելու աստիճան վհադեցավ ուստի իր սրդի մեջ ամբողջ եղածը անոր իմացուց ու անոր ասավ իմ գլուխիս վրա ածելի անցած չէ քանի մորս արքանտեն ես աստուծո ուխտավոր եմ եթե ածիլվիմ իմ ուժս ինձ մեկ երթա գդգարանամ եւ ամեն մարդու պես կլամ Եվ Դալիլա դեսավ թե ան իր սիրտին մեջ ամբողջ եղածը իրեն իմացուց մարդ ղրգեց ու փղշտացներու նախարարները կանչեց ասելով այս անգամ բարձրացեք քանի իր սրտին մեջ ամբողջ եղածը ինձի հայտնեց ուստի փղշտացներու նախարարները անորքով բարձրացան եւ արձատնալ իրենց հետ բերին Դալիլա զայն իր ձունգերուն վրա քնացուց մարդ մգանչեց ու անոր գլուխին 7 քիսակները ածիլել դվավ եւ սկսավ զայն զսպել անոր ուժը իր մե հերացած էր գինը ասավ Սամսոն փղշտացիները քուվրատ կուքան ինքալ քունեն արտնալով ասավ մյուս անգամներուն պես դուրս պիտի ելեմ ու թոթվվիմ սակայն չեր գիտեր թե դերը իր մե հերացած էր Փղշտացիները զինք բռնեցին
իր աչքերը փորեցին եւ զինք գազա իջեցուցին, բղինցե շղթաներով գաբեցին ու փանդին մեջ աղորիքի քար գդարցներ։ Սամսոնի մահը Ածիլվելեն ետք անոր գլուխին մազը սկսավ փուսնիլ։ Փղշտացներու նախարարները հավաքվեցան, որբեսի իրենց աստուծույն տակոնի մեծ զոհ մատուցանեն եւ ուրախանան, քանի որ գսեին. մեր Աստվածը մեր ցերկը մատնեց մեր թշնամին Սամսոնը։ Եվ ժողովուրդը զինք տեսավ, իրենց Աստվածը կովապանեցին, քանի որ ըսին. մեր Աստվածը մեր ցերկը մատնեց մեր թշնամին, մեր երգիրը ավերողը եւ մեզ շադեր մերցնողը։ Երբ անոնց սիրտը զվարթացած էր, ըսին. Սամսոնը գանչեցեք, որ մեզ ըսփոսցնե։ Ուստի Սամսոնը փանդեն գանչեցին ու զիրենք ըսփոսցուց, ապա զինք սյուներուն մեջտեղ դեղավորեցին։ Սամսոն իր ցերկեն բռնող բադանին ըսավ. Արդունե ինձի որ շոշափեմ սյուները, որոնց վրա այս դունը հաստատված է, եւ անոնց վրա գրտնիմ։ Դունը այր մարտիկներով ու գիներով լեցված էր։ Փղշտացներուն բոլոր նախարարները հոն էին, եւ դանիքին վրա 3000-ի չափ մարտիկ ու գիներ կային, որոնք Սամսոնի խեղգադագությունները գտիդեին։ Սամսոն դիրոջ քոչելով ըսավ. Ով դեր Եհովա, գաղերսեմ, հիշեզիս, ով Աստված, գաղերսեմ, միայն այս անգամ ալ ուժով ցուրզիս, որբեսի փղշտացներեն երկու աչքերուս վրեժը մեկ անգամեն առնեմ։ Սամսոն բռնեց երկու մեջտեղի սյուները, որոնց վրա այդ դունը հաստատված էր, մեկը իր աջ ցերկով ու մյուսը իր ցախ ցերկով եւ անոնց վրա հենեցավ։ Սամսոն ըսավ. իմ անձս փղշտացներուն հետ թող մեռնի։ Իր ամբողջ ուժով ձրեցավ ու դունը նախարարներուն եւ մեջ եղող ամբողջ ժողովրդին վրա ինգավ։ Իր մեռած ադեն մերցուցածները իր աբրած ադեն մերցուցածներեն ավելի էին։ Իր եղբայրներն ու հոր ամբողջ դունը իջան եւ զինք վերցուցին, ապա բարձրացան ու զինք իր հոր Մանվեի քերեզմանը թաղեցին Սարայի ու Եսթավուղի մեջտեղ։ Ան Իսրայելի մեջ 20 տարի թադավոր եղավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։